կեղծավոր հավատացյալ, թե ճշմարիտ հոգևոր։ Շատերն են կանչված, սակայն քչերն են ընտրված։ Կենդանի Աստծո խոսքը այս հզոր կատարվում է և ունի իմաստ խոր։ Բազում անհամար հոգիներ այսօր Աստծո զավակ են իրենց համարում, լսելով խոսքը մեր երկնային Հոր, անտեսում է և արհամարհում։ Եկեղեցի են հաճախում, աղոթք անում, փառաբանում, Աստծո խոսքն են մարդկանց քարոզում, ավաղ իրենց պիղծ գործերով Տիրոջ անունն են անարգում։ Աստծո խոսքը անգիր արած երևում են միայն մարդկանց, կեղծավորի դիմակ հագնում, Արարիչ Աստծուն են խաբում։ Եկեք մեզ քննենք, մենք հոգևոր ենք, հոգևոր մարդը կյանքով ապրելն է, Քրիստոսի հետ խաչը ելնելն է, անձն ուրանալն է։ Պիտի իմանաս, որ դու չես ապրում, հապա Քրիստոսն է քո մեջ ապրում։ Մի պահ նայիր քո ապրած կյանքին, արդյոք հաճելի ես Տիրոջ աչքերին։ Եթե ասում ես Աստծուն սիրում ես, սակայն եղբորդ դատում, ատում ես, հավատացյալ ես, թե հոգևոր ես։ Եթե անարգեն կամ էլ նախատեն, կամ էլ վշտացնեն և վիրավորեն, նրանց նկատմամբ ոնց դու կվարվես, Հիսուսի նման նրանց կսիրես։ Գեղեցիկ պարկեշտ հագնվելով, կեղծավորի դիմակ հագած, սրտերում մարդկանց դատելով, մոռանալով, որ այս ամենը տեսնում է Աստված։ Դե հիմա ասա, դու հոգևոր ես, թե հավատացյալ։ Աղ սիրելիս, դեռ չգիտես, որ խաբված հավատացյալ ես։